Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօր շատ հետաքրքիր, շատ յուրահատուկ երեկո է լինելու։ Այսօր ոչ թե իմ հյուրը մի հոգի է լինելու, այլ 6 հոգի։ Բանը նրանումն է, որ ընդամենը մի ամիս առաջ ավարտեց մի գեղեցիկ ֆիլմի նկարահանում, որը կոչվում էր Նմանակները։ Եվ այսօր հրավիրվել են բոլոր այդ ֆիլմի մասնակիցները, դերակատարները, որպեսզի խոսենք այդ ֆիլմի մասին։ Այսօր ես իմ ընկերների հետ խոսելու եմ մեր ֆիլմի մասին։ Եվ այսպես հերթով պատասխանելու ենք ու խոսելու ենք միայն ֆիլմի մասին։ Ժողովուրդ ջան, նախ բարև ձեզ, շատ ուրախ եմ, որ այսօր հավաքվել եք։ Իրար հետ նկարահանվեցինք, իրար հետ մի ամիս ավել անցկացրինք։ Միշտ էլ մենք մտերիմ ենք եղել, ծանոթ ենք եղել, ջերմ ենք եղել, բայց այս ֆիլմը մեզ ավելի մոտիկացրեց եւ բոլորս դարձանք ընկերներ, հարազատներ, մի ընտանիք։ Այսօր իմ ընտանիքի հետ հարցազրույց եմ անցկացնում։ Եվ եկեք խոսենք ֆիլմի մասին։ Կուզեք առաջի հարցը ես տամ, հետո դուք ոնց կուզեք։ Հեշտ էր այս թիմի հետ աշխատելը։ Օրինակ Արթուր ջան, դու պատասխանի, այս թիմի հետ աշխատելը հեշտ էր ու հետաքրքիր էր։ Շատ խնդալու էր։ Ուրեմն հեշտ էր այն առումով, որ մենք բոլորս իրար գիտեինք, ճանաչում էինք։ Նախ ասեմ, որ բոլորս չենք այստեղ։ Հայկը այստեղ չի, Լավրան այստեղ չի, լիքը էլի մարդիկ կան, որ այստեղ չեն։ Արգելի հեռուստադիտողներ, տեղ չկա, տեղ չունենք։ Ուրեմն հաճելի էր այն պահով, որ մենք բոլորս իրար գիտենք, ճանաչում էինք եւ դերասան եւ որպես մարդ տեսակ։ Իմ համար շատ ավելի հաճելի էր, բոլորի հետ էր հաճելի, որ 25 տարի ես իմ ընկերուհու հետ, խաղընկերոջ հետ, իմ լավ Լեյլայի հետ տերեր չէին խաղացել եւ եղավ այդ առիթը, շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին, մի որ անուններով ժողովուրդ խաբարեք, որ 10 րոպե պիտի խոսենք։ Հիմա ես կես ժամ խոսամ, հետո իրանք էլ չեն խոսա։ Ուրեմն այո, հաճելի էր շատ։ Դժվարություններ կար, որովհետև տեքստային առումով էլ բաներ կար, որ մի քիչ դժվար էինք հիշում, ես հասկացա, որ ծերացել ենք։ Ծերացել ես բարու սևակ, մի խոս, չի շատ շարունակես, ինքը կարող է։ Դու ինչ որ ասես։ Ես էլ մի խոսքով եթե ֆիլմից հետո հարց տակտեմ, դե նույն հարցերը մենք կարող ենք ձեզ տալ, պարոն Ղազարյան, որտեվ եթե ֆիլմից բան լինի, որ պիտի պատմվի ինչ դեպք, եթե ինձ խոսք հասնի, ես մի դեպք պատմեմ։ Ես փոխանցում եմ խոսքը Աշոտ Եդիգարյանին։ Ներողություն։ Սովորաբար ցանկացած ֆիլմի ժամանակ, երբ որ այնտեղ ստեղծագործական process-ի մեջ ենք, միշտ էլ զավեշտալի պատմություններ լինում են, դրվագներ, դեպքեր։ Եվ ես միշտ ասել եմ, միշտ հատկապես կոմիկական ֆիլմեր նկարելու ժամանակ ավելի շատ պետք է նկարվի այդ կուլիսների հետևը, այն ինչ որ ֆիլմի ժամանակ չի արվում, որտեղ սովորաբար այնպիսի բաներ է լինում, որ ավելի ծիծաղելի է լինում, քան ինչ որ ֆիլմում մարդիկ տեսնում են։ Կներես Ազարական, որ ընդհատում են Չեկի ջանը վերջում իր ֆիլմերից հատվածներ ատալի, այն հատվածները, այն կտորները, որ ֆիլմում չկան։ Նկարահանման պահերից, այդ ճիշտ բան է դա։ Այդպիսի հաղորդում կար ինչ-որ ռուսական, որ ցույց էր տալիս այն, ասենք Իվան Վասիլևիչ Մինյանի պրոֆեսիոն բան, թե ֆիլմի մեջ չմտած կադրերը, էլի, հատվածները ցույց տալիս եւ իրոք շատ ծիծաղելի է, իրոք։ Ինձ հետ բազմաթիվ անգամ կարել է այդպիսի բաներ։ Այո, համարյա ես դարձա Ֆանտոմասը ֆիլմի առաջի օրը։ Ուրեմն նախ ասեմ, որ հրաշալի խումբ էր ձևավորված, թե վարսահարդարները, թե ասենք դերասանները, մի խոսքով։ Եվ առաջի օրը մի քիչ անսպասելի, մի քիչ արագ, մի քիչ շտապելով, մի քիչ համապատրաստից հավաքվեցինք այդ տանը։ Իհարկե այդ օրվա նկարահանումը մենք նորից նկարեցինք եւ ուրեմն ինձ կանչեցին գրիմ անելու։ Դե ասեմ, գիտի էլի ինչ անեմ, ես ինչ ասեմ, սովորաբար ես շատ դերերում ասենք Փանջունի եմ խաղացել, բան Դեկամերոն։ Հիմնականում ես եմ ինձ գրիմ արել, որտեղ արդեն այսքան տարի այդ գործի մեջ մենք էլ ենք մի քիչ մասնագիտացել, ինչևից է, նստել եմ մի 20 աղջիկը,
Քսում է, բայց զգում եմ, որ ինչ-որ կանաչ ֆոն է գալիս, անընդհատ կանաչ է քսում։ Դասում երևի մի բան գիտի, էլի երևի բան։ Քսեց, դենամ նմանվում եմ ֆանտոմասին, համար, դեմ դիմակով։ Իշքան գիտեմ, սենարում ֆանտոմաս Կանաչ թողեց այնտեղ հեռախոսով միացավ իր շեֆի հետ, ասեց «Մեր տեսակ հալս լավ չի էստեղ, հիմա չգիտեմ ինչ անեմ»։ Ասեց «Ինչ է եղել»։ Ասեց «Մեկ քիչ կանաչ ստացվեց»։ Ասեց «Ոչ ինչ, մեկ քիչ սպիտակ հուպտու մեջը թող խառնվի»։ Դե ասի երևի էդի հատուկ պրոցեդուրա է, իրա գիտե, ես ինչ իմանամ։ Սկսեց սպիտակ հուպտալ մեջ, այ մարդ եկավ լրիվ ուրիշ գույն, սկապտաբույն ստացվեց։ Երկու հատ էլ ուրեմն բակ են կպցրել, որ գալի մտնում եմ բերանս, այ մարդ չեմ ջոգում, նայում եմ, ես ինչ չեմ ճանաչում, ինչևից է։ Դուրս եկա գնացի, որ պիտի նկարվեմ։ Դենամ Արթուրը բան իվետ ասա սարսափով նայեցի վրես, ասին ես ինչ ես, ասի ինչ եմ, ամար գրիմ եմ, եղել եկել եմ, պիտի նկարվեմ։ Ասեց դու ինչ ես, դիվոտակ ես տեսակ ասում։ Այդ գույնի ինչ ես խաղալու։ Գնացի ասեմ, այս գույնը մի քիչ ոնց որ լավ ճաշակով չես արել էլի։ Ասեց հիմա կդզենք, վերցրեց, սկսեց բան անել, քերել։ Շատ հստակ թե։ Շալի աղջիկ էր առաջի օր դեր ասպասելի էր։ Շատ լավ։ Հա, հələ իրար չգիտեին։ Մի խոսքով ես դեմքից գույնը մնաց բոլորի վառ հիշողությունների մեջ, որ կայա կանաչ գույնի դեմ։ Մի խոսքով զավեշտալի մոմենտ էր։ Ծիծաղեցին, բան արեցին։ Եվ էլի մի հետաքրքիր բան էր, մեր Ռոմեոյի մասին եմ ուզում երկու բառ ասեմ։ Ֆիլմի գլխավոր դերակատարի Ռոմեոն թութակ էր։ Վերես մեջ շատ պատկառելի ծերունազարդ կին, դրեց ուսին, նստած ենք, մեկ էլ բոլորս միանգամից դիվոտեցինք, Ռոմեոն մի հատ էս ձեն հանեց, սաղս անգարսակի եկանք, ինչ է, Ռոմեո ջան, սովաս չես, մարդն է սյոմկա է հետո, վայ կներեք, շատ կներեք, ես չէի մտածում, Ռոմեո ջան, ես ով գնանք, տատուկ ուստեղ համա, մի խոսքով լավ թութակ էր Սիրունիկ, ինչևից է։ Սիրունիկ Ռոմեո։ Արի մենք փոխանցենք այս միկրոֆոնը մեր Իվետային, Իվետա ջան, քեզ մի հարց։ Մենք ունենք, կարող եք բան, այո։ Այս նույն կազմով, նույն թիմով կուզենայի էլի որևէ ներկայացման, սերիալի կամ ֆիլմի մեջ նկարանել։ Իհարկե, այո։ Նայած ներկայացում որ ասեցի, իմ մտքում կար, որ այսքանով մի հատ լավ ներկայացում խաղանք էլի։ Որ ասեցիք հենց, հա, ես գրել տանք այդ գործը, այդ պիեսը ու խաղանք։ Շատ լավ կլինի, որ ասեցիք ներկայացում, ինձ մոտ էլ գաղափար առաջացավ, որտեղ ներկայացում չէր եղել, այս թիմով շատ կուզեմ, նախ ինչն է կարևոր մեր թիմի, բոլորը պրոֆեսիոնալ մարդիկ են։ Եվ ինձ համար նույնիսկ նաև ինչ որտեղ փորձ է սովորելը, աշխատել նման պրոֆեսիոնալ թիմի հետ եւ ավելի լինել պարտավորված։ Այդ շատ կարևոր է։ Այսինքն 4 ժամ տուրել է։ Հա։ 4 ժամ ուշանալու փոխարեն պարտավորված է։ Այս անգամ 2 ժամ։ 2 ժամ։ Չէ, բայց այս անգամ զարմանալի է, ես հա, իմ բնավորության մեջ այդպես եմ ծնվել, ես փոքրուց ծնված օրվանից։ Հա, ուշացած եմ ծնվել ու սկսել եմ ուշանալ, բայց զարմանալի էր, այս նկարանումները երևի ասում եզակին էին, որ ես չեմ ուշացել։ Շատ զարմանալի էր։ Իհարկե պապա հետ էլ է հիմնական գալիս նկարներ, դրա համար կար իր ալուման, որ չէի ուշանում։ Կես ժամ շուտ էին գալիս, բայց չէ ինձ պարտավորված էի զգում, որ այսքան մարդ աշխատանքը թողում գալիս են, ես էլ աշխատեցի մի քիչ ինձ վրա, սիրով կցանկանայի նույն այս թիմով լիներ ներկայացում եւ նոր ֆիլմ, բայց այնքան հետաքրքիր կլիներ նույն այս թիմը լիներ զավեշտալի կրիմինալ ֆիլմ։ Շատ հետաքրքիր, կրիմինալ, բայց զավեշտալի, հա, շատ հետաքրքիր կլիներ, այդքանը, հա, սիրով։ Լավ, Արամ ջան, ես ուզում եմ դու խոսես, գիտես ինչ, մի հարց եմ ուզում տամ, որից հետո, չնայած ֆիլմը որոշում է մոնտաժը, կարող է հրաշալի նյութը, մատերիալը փչացվի մոնտաժի եւ հակառակը միջին նկարված բանով մնենց են սարքում, մի շոկոլադ են դարձում։ Քո կարծիքով մեր ֆիլմը ստացվելու է, թե չէ ստացվում է։ Դե իհարկե լավ ասեցիր, նախ բարի երեկո մեր հեռուստադիտողներին եւ շնորհակալություն, որ
այս կազմով լավ ասեցի վետան վինետկայի նման sense դբրոցական 10B վինետկա։ հա դբրոցական վինետկան որ կա մեր դասատուներին էլ Նմանատների պրիվետ Նմանակ իհարկե editing-ի մոնտաժի հետ կապված ամենամեծ գործն է որ պիտի արվում ընդհանրապես դա Օսկարի ժամանակ էլ գիտեք ամեն մեկը իր մրցաբաշխությունն է ստանում լավագույն մոնտաժը դրա համար շատ կարևոր է եւ կարծում եմ որ ընդհանուր առմամբ լավ է ստացվել մեզ մոտ մենակ ոնց որ ասում են պիտի կպցնես ճիշտ էլի Աշոտ ջան եւ ամենակարևորը շունչը ֆիլմի շունչը սրտի բաների որ զարգերի նման որ անընդհատ կարողանաս պահես այդ շունչը որպեսզի մեր հեռուստադիտողը էլ սպասի հաջորդ սերիալը հաջորդը Նայ ես գիտեմ որ դու հետաքրքիր պատմություններ ունես պատմելու այս ֆիլմի նկարահանումների ժամանակ բանտեղ ունեցաք հիմա քանի որ մեր գովազդի ժամանակ Արամ ջան խնդրում եմ ներես ընդհատելու եմ քեզ որից հետո հենց սկսենք հենց քո խոսքից Սիրով Սիրելի բարեկամներ գովազդ ARTN-ի եթերում որից հետո կշարունակենք իմ զրույցը իմ ընկերների հետ իմ գոլեգաների հետ իմ աղբերների հետ Գովազդ ARTN-ի եթերում Armflix Media հարթակը շարունակում է նոր նախագծերով իր հաղթարշավը նաև ձմեռային եթերաշրջանում Դեկտեմբերի 1-ից ամեն երկուշաբթի եւ կիրակի Armflix-ում շարունակվում են սիրված եւ սպասված դասամիջոցի նոր սերիաները երեքշաբթի եւ հինգշաբթի Armflix-ում մեկնարկում է Միացյալ Նահանգներում նկարահանված Նմանակները նոր հումորային սերիալը Կայսրության թևերը 2 նոր հեռուստասերիալը նկարահանված 3 մայրցամաքներում դեկտեմբերի 1-ից կարող եք դիտել ամեն չորեքշաբթի միայն Armflix-ում հինգշաբթի եւ ուրբաթ օրերին Armflix-ում շարունակվում է Vendetta հեռուստասերիալը բարձր ռեյտինգներով, անհավանական զարգացումներով, լարված ու դրամատիկ սյուժեով։ Դեկտեմբերի 1-ից օրական մի քանի նոր կոնտենտ դիտում եք միայն Armflix հարթակում։ Բարեկամներ ավարտվեց մեր գովազդը շարունակում եմ զրույցը իմ ընկերների հետ ու առաջինը խոսքը տալիս եմ Արամին որովհետև իր խոսքը կիսատ մնաց դու իրական պատմություններ ես պատմելու խնդրեմ հիմա կարող ես հանգիստ պատմել Շնորհակալ եմ իհարկե ժամանակի սողության պատճառով ուզում եմ մի զավեշտալի պահ պատմեմ ուրեմն նկարահանման ժամանակ բոլորս էլ գիտենք որ գալիս է լանչի ժամ այսինքն հաց ուտելու մի 6 ժամ նկարվելուց հետո նկարահանումներից հետո կես ժամ 40 րոպե տալիս են մեծ հնարավորություն ուտելու ուրեմն տեսարան ենք նկարվում որտեղ ես ու Աշոտն ենք Ղազարյան եւ բերել է մեր հովանավորներից մեկը իր մեծ լավ մսի խանութ ունի Գրանադա Հիլզում ինքը իր ձեռքով խորովածներն արել է սալատները եւ այլն բերել է սեղանին ուրեմն տեսարանը պիտի սկսի որ բացում ենք այդ խորովածները ու ուտելով ասում եմ Աշոտին ասում եմ մասնակցի համտեսարա ուրեմն որ բացեցին այդ ոչխարի գառի այդ չալաղաջա չէ կոչվում այնքան սիրուն էին Աշոտ ջան հիշում ես էլի հա անենց ակուրատնի շարացեր երևի մի 11-12 կտոր լիներ մնացածը շատ էր միսը բայց այդ ոչխարը հա մենք էլ երևի մի 12 հոգի կլինենք նկարահանվող խումբը ամբողջովին վերջը հիմա որ բացեցի նայեցի տեսա որ ինքն էլ ինձ նայեց այդ միսը անենց հավեսով առաջի կտորը վերցրեցի մի հատ կծեցի ասեցի Աշոտին ասում եմ դե մասնակցի համեցեք գերեք ու զգացի որ ես մի կտորը ինձ քիչ է էլի նայեցի հետևը մի 10-12 հոգի մարդ կան հա ուրիշ տեքստ ասեցի սենց արեց ստոպ չի մի հատ էլ ենք նկարում դե հիմա ու չես կարա կծածա սիրուն ուրեմն տարա գցեցի դա զիբիլի տոպրակի մեջ եկա երկրորդ անգամ ենք նկարում Էլի երկրորդը դե նորից էս վերցնում, բացում ենք, էլի վերցնում եմ այդ կտորը, Աշոտը չի, Աշոտը տավարի միսը դնում է, չի ձեր տալիս, հետո դնում է հետ, էլի հետո վերցնում է դեմ։ Ես երկրորդը սենց կերան, հենց հավեսով էլի ասեցի ոնց որ մի հատ էլ եմ ուզում, էլի ես ուրիշ բան էլ չեմ ուզում ուտեմ։ Էլի ինչ որ մի բան բրնձեցի, ասին ստոպ, լավ, խնդրում եմ մի հատ էլ հավա, լավ, վերջինը, շուրեկա նայեցի, տենան բոլոր խումբը սենց նայում էր նայում։ Չեմ հիշում տղաներից որ մեկներ սենց արեց, լավ էլի հասկացանք, էլի, սոված ենք այն մարդ մի կտոր հաց ուտենք, լավ ասի երրորդը։ Վերջը շատ հետաքրքիր է դրվագել, մեկ էլ չեմ մոռանա, իհարկե ձեր թույլտվությամբ, ես էլ պատմեմ, երեխեք ջան։ Ֆոտոսեսիան է մեր այս ֆիլմի հետ կապված, որին իհարկե պետք է ասեմ շատ հետաքրքիր ֆիլմ է, մեր հեռուստադիտողին ուղղակի
կոչ եմ անում, որ ֆիլմը երբ որ սկսվի արդեն ARTN-ով է, չէ՞, ցուցադրվելու եւ մնացած բոլոր ծրագրերով խնդրում եմ դիտեք, որովհետեւ շատ մեծ հաճույք եք ստանալու, շատ հետաքրքիր կոմեդիա է եւ շնորհակալություն իհարկե Ռոբերտին Օղլաղջյան, որ այս ծրագիրը բերեց եւ մեր ներկայությունը այս սերիալում բոլորիս կտեսնեք, կհամոզվեք։ Հիշում եմ ֆոտոսեսիայի ժամանակ Աշոտը նոր մեքենա է գնել, սիրունիկ Mercedes է, էլի։ Եկել է առաջի օրնա թե երկրորդ քշելով, եկել է այդ ֆոտոսեսիային։ Հիմա ուրեմն եկավ, նկարվում ենք, բան մեկ է դուրս եկավ, սենց արեց։ Արես ավտոյից պատուանները, բանը վերև է եւ այլն, սա բաց է, Արամ ջան, ասում եմ, ես չեմ հասկանում, ես փագեցի սիրուն, այդ մեքենան ուղակի երեխեքից մեկը խնդրեցի, որ parking անեին։ Parking արեցին, նայեցին մտաներս, նորմալ էր։ Դուս եկա տենամ սա բաց է, եղբայր, ինչից կարա լինի, ասում եմ, չեմ անում, վերջը գնաց էլի փագեց սա այդ պատուանները, մի հատ էլ sense նայեց, գնաց մտավ ներս։ Հիմա դուրս եմ եկել ծխելու, անցավ մի 15 րոպե, մեկ է տենամ բագաժնիկը sense սիրուն Աշոտի ավտոյի Իրան բացվեց։ Համար զարմացա մտաներ sense արի։ Աշոտ, բանալի տուրա, sense արեց։ Հետևից ջեբն է։ Արա դե ասում եմ, բա հանի դրա համար էլ ավտոն կարող է ինձ հիմա շարժվի գնա առանց քեզ։ Այդպես, մի խոսքով, ոնց որ ասեց Աշոտը Եդիգարյան, այդ կադրից դուրս տեսարանները շատ ավելի հետաքրքիր են լինում, մեկ-մեկ, քան թե ինքը ամբողջ ֆիլմը։ Սիրով փոխանցում ենք։ Հիմա լսենք մեր հալը։ Լեյլային։ Դու գոհես ես ֆիլմից։ Շատ։ Ռեժիսորներից, ասիստենտից, կողքիդ աշխատողներից, այդ քո գործընկերներից, խաղաղերներից, բոլորից գոհ ես։ Բոլորից գոհ եմ Աշոտ ջան, շատ ուրախ եմ, շատ գիտես, էսի նմանակները իմ հոգուս հարազատ նմանակներով հավաքվեցինք եւ կարծես սա իմ կարոտի ծրագիրը լիներ, որովհետեւ կարոտել էի շատ Արթուրին, սպասում էի թե Արթուրը երբ պիտի գա Ամերիկա, որ խաղանք միասին։ Եկար։ Այո, եւ Աշոտ ջան, բոլորին հատուկ առանձին ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր այդ տաղանդավոր շնորհալի հայ աշխարհի օդը շնչած, հայ աշխարհի ջուրը խմած, են կարոտով էփված, ցավերով էփված, չգիտեմ, մի խոսքով շատ ուրախ եմ։ Այնքան սիրուն մի հատ բան մնաց իմ հոգու մեջ այս ֆիլմից։ Եվ ֆիլմը շատ հրաշալի ֆիլմ է։ Շուտով կհանձնենք հանդիսատեսի ժողովրդի տատին։ Ինձ թվում է ժողովուրդը շատ կսիրի։ Որովհետև իսկապես սցենարն շատ հետաքրքիր է գրված, մենք էլ ինչքան կարողացել ենք խաղացել, ինձ թվում է ոչ մեկն էլ մեկը մեկից պակաս չէր։ Պարոն Ղազարյան, դուք եք որպես դերասան, դե մենք բոլորս մի համարյա թե խաղացել ենք միասին։ Իրար հետ խաղացել ենք, իրար գիտենք եւ այլն։ Ձեր հետ եղել էր բեմի վրա եւ այլն այլ տեղերում համերգներ, բայց միասին ֆիլմում կարծում եմ այս թիմը առաջի անգամ էր համագործակցությունը։ Հիմա ձեզ հարց։ Դա Արամի հետ էլ ես ներկայացում եմ խաղացել։ Հա, ներկայացում հա։ Աշոտ Ղազարյանը։ Այո, ձեզ է ուղղված։ Ես ասեմ, քիչ առաջ էլ այդ մասի դասեցի, բոլորիդ հետ էլ մտերիմ եմ, բոլորիդ էլ սիրում եմ, բոլորիդ էլ շփվել ենք, Աշոտի հետ էլ մի դասանում ենք սովորել։ Մի խոսքով, բոլորիդ էլ լավ գիտեի ու շատ սիրում հարգում էի։ Բայց շատ ավելի սիրեցի, երբ այս ընկերությունը դառավ ընտանիք։ Իսկապես ընտանիք էր։ Հիմա որ մի ամիս ավել անցել է, այսպես մի տեսակ դատարկություն է ասում։ Ասես որ հեսապտի Սանգյասի վաղը 11-ին գալու ես գրիշի շորերը կբերես, մենք Աշոտ Ղազարյանի շորը մի հատ էլ նոր շոր բեր։ Ցենց հավաքաստանն Եվրոպեն օր ա եղել 3-4 շոր են փոխել, արդեն հոգնել է այդ շորերը փոխելուց։ Հիմա սովորություն ա դարել, որ 3-4 անգամ։ Հեսա մի կես ժամ հետո տնանք ուրիշ շորերը տեսնենք։ Ի խոսքով իսկապես իմ համար շատ մեծ ուրախություն է, շատ մեծ հպարտություն է, որ իմ ընկերների հետ ոնց որ ընտանիքի մեջ մենք անցկացրինք։ Իսկապես շատ լավ անցավ։ Շնորհակալություն եմ ես բոլորիդ ուզում հայտնեմ այդ հնարավորության համար ու շնորհակալություն իսկապես նոր ասեց Օղլաղջյան Ռոբերտի համար։ Այդ մարդը մի ժամ ինքը շատ սիրում է ժողովրդական գործիքների նվագախոհ ժողովրդական երգեր ու բազմիցս անգամներ Հայաստանի ժողովրդական խմբեր աբերել, պրոպագանդել, շատ շատերը Իրանով են առաջ գնացել, ճանաչվել ու
Ու հիմա անցել է ֆիլմերի ու մեկը մեկի հետևից լավ ֆիլմեր անը։ Հիմա Հայաստանում էլ մի երկու ֆիլմանեկարում էլի իր ինքնաձեռնարկել այդ ֆիլմերը, ինքնաբանանում, էս էլ էլի իրաններ։ Շնորհակալություն մեր բոլոր այն հովանավորներին, որոնք օգնեցին ու հետո որ կան ֆիլմը տեսնեն, ինձ թվում է չեմ փոշմանի, որ օգնել են այս ֆիլմին ու կասեն էլ ինչքան է պետք, երբեք նոր ֆիլմ նկարելու մենք պատրաստ ենք։ Շնորհակալություն Ռոբերտ Օղլաքչյանին, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իսկապես մեզ աջակցեցին։ Հիմա ես ուզում եմ մեր Համլետչիկին խոսքը տամ, դու պատմի, իշխնես նիհար բաներ պատմի, շատ երկար չպատմես։ Բարև ձեզ, բարև բոլորին։ Առաջին ասեմ, որ իմ համար մեծ հպարտություն էր իսկապես, որ նման հայտնի դերասանների հետ, նման լավ մարդկանց հետ մի թիմում աշխատելը իսկապես պարծանք էր իմ համար։ Այդ առաջ օրը, որ պարոն Ռոբերտ Օղլաքչյան զանգեց ինձ, ասեց մի բան ենք մտածել, սենց ուզում ենք դուել խաղաս, արի մի հատ հանդիպենք, որ եկա թիմը որ տեսա, իսկապես վախեցա, ասա ինչպես եմ կարող ես մարդկանց հետ ես խաղամ։ Իրանց նայել եմ, իրանց տեսել եմ տարբեր սերիալներում, տարբեր կինոներում, ինչպես պիտի ես մարդկանց հետ։ Բայց իսկապես ուզում ստեղ ասեմ, որ դուք այնքան լավ էիք, այնքան պրոֆեսիոնալ էիք, որ ես որպես տարիքով փոքր թիմի մեջ երբեք ինձ վաճ չեմ զգացել, երբեք չեմ զգացել, որ մեկը ուզում է իրան վերևից ցույց տա, մեկ ասի ես լավ եմ, դու լավ դերասան չես, ես ցենզավոր եմ, դու նորեկ ես, չկար տես բան։ Իսկապես շատ լավ թիմ էր ու շատ լավ բաներ սովորեցի։ Մեկ-մեկ բոլորին ասել եմ։ Հիմա չեմ ուզում կրկնեմ, բայց շատ լավ էր ամեն ինչ։ Ու վստահ եմ, որ մարդիկ այս ֆիլմը կտեսնեն ու շատ կսիրեն։ Համլետ ջան, դու մի քիչ հետո էլ երևի իրական պատմություն կհիշես այդ նկարահանումներից։ Հիմա մենք անցնենք գովազդի, հետո նորից դու կշարունակես, հա։ Մի քիչ դից հերոստատեսյան դեմ, հարգելի հերոստատի։ Գովազդը լավ է։ Բարեկամներ, գովազդի արդյունքի եթերում, որից հետո շարունակում եմ իմ զրույցը Համլետչիկի հետ։ Գովազդի արդյունքի եթերում։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում, Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս իմ ընկերների հետ, Համլետչիկի հետ։ Համլետ ջան։ Մի հատ խնդալու բան պատմեմ։ Սցենարը, որ գրած է, իսկապես շատ լավ սցենար էր, որ ես որ եկա, ինքը գրված էր մի կերպարանով, որ պիտի Հայաստանի ակցենտով է խոսել։ Բայց ես որպես իրանահայ պասկայ փոխեցի դեպի մեր ակցենտը, հետո մի անգամ դե փորձում ենք բոլոր դերասաններով, մի հատ կար ես ու Արթուրն էինք ու Արամն ու դուք, դե նստած էինք, հետո շատ դժվար իմա որ ոնց փոխեմ, ինչ պիտի ասեմ, ստե իրանահայեր ինչ են ասում, բան, ասես խառնվել է իրար, Արթուր ասավ, ինչ այլ է, ասեմ, սենց ասավ, արի, սենց կասես, բաբա, ես հիմա գալիս եմ, էթում եմ տենց անեմ։ Հասկացար, մի հատ զարմացած նայեցի իրան, ասեցի, հասկացա, որտեվ ինքը ամենահայտնի իրանահայն կերպարն է խաղացը, ինքը ամեն լավ բանը գիտի։ Ու ինձ թվում է, որ շատ լավ սերիալ է, մարդիկ կնային, չի կա վատելն, սենց մարդկանց հետ հավաքվել է, սենց դերասանների հետ, տարիների փորձ ունեցող կոմեդի աշխարհի դերասաններ չի կարող սերիալը վատել, իմ անձնական կարծիքս է ու մարդիկ աղան ARTN-ով եւ Armflix-ով նայեն ու
հաջող տանը։ Սկզբում որ միկրոֆոնը քեզ հանձնեցին, ասի շնորհակալություն որ մկա, ոնց է չույով չէ, դες մի պատմություն կա, չէ, Պարսկայի հետ։ Մեկ էլի Պարսկայի, շնորհակալություն, աշխարհագրություն, պատմություն, բան։ Արա ասում են, ինչ ես այդպես ուչուն ասում, ասպա սովորություն է։ Ես ուզում եմ բանունես ասել, խնդրեմ Արամ ջան։ Խոսքը հիմա փոխանցեմ, նաև իհարկե ուզում ենք հայտնել քեզ էլ մեր շնորհակալությունը մեր այս դերասանական խմբի։ Շնորհակալություն։ Մեզ հետ հավասար Աշոտ ջան, դու քեզ պետք էր այս ֆիլմը մեզ էր պետք բոլորիս եւ ոնց որ արդեն ասեցին մեր գոլեգաները, որ շատ լավ ֆիլմ է լինելու եւ մենք չենք կասկածում եւ քո իհարկե դերակատարումները, այնտեղ չեմ ուզում ճակերտները բացեմ, բայց Աշոտ Ղազարյանը խաղում է 2 դեր, թե 3 դեր։ Դες մի բան, համենայն դեպս քեզանից էլ շատ շնորհակալ ենք, թե որպես գոլեգա, թե որպես պարտներ ֆիլմում, thank you եղբայր։ Ես ուզում եմ Աշոտ ջան, պատմություն ունես որևէ Պատմություն։ Պատմություն պատմի։ Մի բան պատմեմ լսեք։ Չէ, գիտեք ինչ, ես արիթից օգտվելով ես նույնպես ուզում եմ ուրեմն շնորհակալություն ասել մեր շատ հարգելի իմիջայլոց ամենայն պատասխանատվությամբ եմ ասում Օղլաղջյան Ռոբերտին։ Այո։ Այս ծրագիրը աջակցելու համար շնորհակալություն հայտնել բոլոր ուրեմն հովանավորներին, որտեղ առանց նրանց մենք դժվար թե կարողանայինք Ոչ թե դժվար թե չէինք կարող։ Հա, շատ բարդ է առանց հովանավորների, հատկապես այստեղ հնարավոր չի։ Այո։ Ես սովորաբար այսպեսի խոսք կա, չէ, ասում են ցեցը կցեցել է, էլի, այսինքն այս ֆիլմի ցեցը Իվետան էր։ Մի օր անմեղ տեղ, հա, զանգեց, պապ ուզում գնամ Օղլաղջյանի մոտ, ասի ինչ կա։ Գնամ ասեմ մի հատ ֆիլմ սկսենք, բան, լուրջ չընդունեցի ամենայն անկեղծությամբ։ Մեկ էլ մի օր հետո զանգեց, պապ գնացի, ասեց, որ մի բան կանենք հեսա բան։ Սկսեց օրական զանգումը, պապա այս բանը, ասիկն ինքը այդպես Ես շնորհակալություն այդեմ Աստծուն, ես մի բան ուզում եմ լինում, հա, շատ նպատակասլաց է, խոր եկավ։ Մեկ էլ որ դարավ ռեալ, ասի հալալ է Իվետի նախբեր լիստ դրեց, էլի։ Իսկ իմ երկրորդ ուրեմն խոսքը նա էր, որ ասի, եթե Ռոբերտ Օղլաղջյանի հետ ենք անում այս գործը, ուրեմն այս գործը հաստատ կստացվի եւ նույնիսկ հաջողություն կունենա։ Ես Այնպես որ բոլորիդ շնորհակալություն։ Շնորհակալություն մեր օպերատորներին եւ Լիդուշիկը 5 հոգու գործ էր անում, սա ասեմ առանց չափազանցնելու, Վայեն ինձ տանում բերում էր մեքենայով, 6 հոգ։ Վայեն շշմելու ուրեմն լավ երիտասարդ է, շշմելու տղա է։ Սերգեյը եւ ասեմ եւ բանը Տիրանը մեր պրոֆեսիոնալ զուգավիկ, հա։ Բոլորը խնդրեմ։ մեր ֆանտոմասի գրիմը։ Ես միկրոֆոն ունեմ, ես բայ այնա տեղակ։ Ուզում եմ ներ տամ։ 4 հատ եղավ միկրոֆոնը։ Ուրեմն ես նոր զրուցեցինք, խոսեցինք մեր կրիմյորների մասին, որպես երեխեք հանգարտ չվիրավորվեն, մենք հումորով ենք այդ ամեն ինչ ասում։ Առաջի դեպքն էր իմ կյանքում, դες ինչքան եմ նկարվել չեմ հիշում, բայց արդեն 25 տարուց ավել ես նկարվում եմ։ Չի եղել դեպք, որ կրիմյորը մտնի նկարահանման հրապարակ, նկարահանվող խմբի մեջ տեղը եւ ասի այդքան ես եմ ձեզ սպասել, հիմա էլ դուք ինձ սպասեք։ Իրա պորտմանը վերցնի գնա։ Նկարահանման ժամանակ ես ինձ թվաց, եթե մեր Հայաստանի կրիմյորները այդտեղ լինեին, իրանք իրաց կխփեին։ Բայց լավ գիտեր, հումորով բան լավ գիտեր։ Մի օր էլ ասեց, դուք հիմա շարունակեք աշխատել, ես գնում եմ դուք քնեմ։ Հա, կրիմյորը գնա։ Ասոր չի Գնաց կրիմյորը գնում է ամենավերջում նորից տա գնում, որտեղ հանում է նաև մեր կրիմյորը։ Հետաքրքիր է, ամեն դեպքում մի հատ լավ շունչ իջա բոլորիս։ Իհարկե։ Հիմա ես գիտես կներես աշատ, ուզում եմ Իվետան Ռոբերտին Օղլաղջյան առաջարկի մի հատ մուլտֆիլմ նկարեն, էլ մենք խաղանք։ Շատ լավն է։ Քո ասածները Կատակ մի արա, Իվետան մտքին դրեց, էդ էլ կանի, հավատա։ Բայց իրոք, հա, ես հասկացա մի բան, միգուցե դա իմ էներգետիկ դաշտն է, ես չգիտեմ, Աստծո շնորհիվ իհարկե, ես որ մի բան ուզում եմ, շատ տրամադրվում եմ եւ հավատում եմ իմ ուզածին։ Եվ ուզեմ, այո, Ներկայացում, ֆիլմ։ ներկայացում, կրիմինալ
հումորային ֆիլմ, էլ ինչ եք ուզում, ասեք, Բանկա, գիտես, այդ կրիմինալ լավ, ցե ծնկելա։ Դες մի հատ ֆիլմ ուզի, որ բոլորս ամեն մեկս առանձին մի բանկի կառավարիչ ելեք։ Հետո իրականություն դառնա։ Այդ եմ ասում եմ։ Լավ։ Եվ Շատ լավ։ իհարկե այս մեր հեռուստադիտողներին, բոլոր նրանց, ովքեր նայում են, սիրում են այս հաղորդումը Աշոտ Ղազարյանի, կարծում եմ էլ մինչև տարվա վերջ այսպիսի հանդիպում չենք ունենա, դրա համար օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորեմ ձեր բոլորի գալիք Քրիսմասը, գալիք Նոր տարին եւ ցանկանամ ամենայն գեղեցիկը, ամենայն բարին, ամենայն սեր Ամեն ինչ ասվեց, բացի թե ֆիլմը երբ պետք է ցույց տանա։ Երբ է ցույց Մինչև Նոր տարի, Մինչև Նոր տարի, Մինչև Նոր տարի։ Եվ նաև Սիրելի հանդիսատես, մենք ինքներս էլ չգիտենք երբ պետք է լինի, բայց հուսով ենք, որ երևի մի ամսից ամենաշատը ֆիլմը էկրան կբարձրանա։ Եվ նաև եկեք շնորհակալություն հայտնենք Տիկին Մելանին, որ հիմա կադրում չի, միշտ Մելանը մեզ շատ բայց մեզ բոլորիս Այո։ երկրորդ մամա, ձեզ ինչ լիներ, սուրճեր, ուտելիքներ, չգիտեմ, մինչև գիշեր, իհարկե բոլորը գիտեն, կոճակ էր, փոքվել էր, բուլավկա էր, Տիկին Մելան Չէ, մեզ շատ էր օգնում, շատ բրավո, շատ մեզ էր օգնում Քեզ ճոպտի դու ունես Այո Աշոտ, ես գիտեք ինչ հասկացա ժողովուրդ, այսինքն միշտ էլ իմացել եմ, բայց նորից հասկացա, որ այն ինչ որ եղել է աշխարհում լավ բաներ, լավ գործեր ու հրաշքներ, դա սիրո արգասիկ է։ Պետք է ուղղակի իրար շատ սիրենք։ Այդքան մի բան։ Այո։ Այս ֆիլմը սիրելով էլ գնաց, բոլորս իրար սիրում էինք, հարգում էինք, Այո։ մեկս մեկից օգնում էինք, մի բան պետք էր հուշում էինք, մեկը մյուսին սենց արեն, մեկը մյուսին ասում սենց արա, ու շատ բայց ընդհանուր աշխատանք էր։ Արժևորենք կարևոր։ Արարատ 73-ը դարձավ Արարատ 73, որտեղ այդ թիմային այդ զգացողությունը կար։ Այդ նույն մի Արարատ 73 էլ էս նմանակներն են։ Այո։ Սկսեցինք մեր այսօրվա հանդիպումը քեզանից, քո խոսքից տանք որ Արտուրն էլ վերջացնի երևի, հա։ Ես միկրոֆոն ունեմ, 5 հատ ունեմ, միկրոֆոն ունեմ ես։ Շնորհավորում եմ մարդկանց Նոր տարին բան, ինձ ստիպեց հիշել մի բան, Հենրիկ Հովանեսյան, 3+2-ի ռեժիսորը, օգոստոսին կանչել են Կրեմլ։ Մտել է դուրս եկել, այդտեղ միշտ զինվորներ բաներ կան կանգնած, դուրս եկել, տղուց հերը բռնել, ասել է Սնովիմ գոդում, շնորհավոր ձեր Նոր տարին։ Ասում է, օգոստոսին ինչ Սնովիմ գոդ, ասում է, ինձ ես ով կթողնի մտնեմ Կրեմլ, ամիկ բանից Ստե բանը Սիրանների տոնը, մայրության տոնը այդ դրանք մոռացած։ Չեկան Thanksgiving-ը դեմեր երեխաների համար հիմա հալով։ Բարի տոներ են, այո։ Այո։ Դու որ ասիր, ես այդ հիշեցի, որ ամիկ բանից կարելի է Ինչ անենք, կարող ենք երկարացնել ժամանակը, 30 րոպե, հա։ Ո՞վ է քիչ խոսացել, լիպտի Համլետ չի։ Դու կամենաքիչը դուք եք խոսացել։ Ես ինչ այսօր կանչել եմ որ դու խոսակ։ Ես էլի արավ մեկ կան կտե հարցեր։ Եկեք լավ շնորհակալություն հայտնենք այն մարդկանց, ովքեր թեկուզ քիչ դեր են ունեցել, բայց մեզ հետ համագործակցել են, մեզ հետ են եղել։ Բոլորին շնորհակալություն, հա։ Տատիկին, այո։ Որի շնորհակալություն Թութակին էլ լավ պահեց իր։ Այո, Նրանք որ փախավ այդ լավ չէ։ Ես նաև ուզում եմ, որ մեր հեռուստադիտողը իմանա, որ ընդհանրապես ֆիլմ կամ կինոսերիալ նկարահանելը շատ դժվար process է ինքը։ Շատերը չգիտեն դրա մասին, ուղղակի նայում են սերիալը պրծավ, այ մյուսը երբ է սկսելու եւ այլն, բայց ընթացքը այդ սերիալի նկարահանման այնքան դժվար է, հավատացեք ինձ, կարող է մի տեսարան փոքրիկ Են որ մի ակնթարթ է, մի քանի անգամ դա մի 2-3 ժամ նկարվի, որպեսզի ստանանք մենք արդյունքը։ Դա իմացեք միշտ եւ իրոք մեր պրոֆեսիան երևի թե ամենադժվար պրոֆեսիաներից մեկն է աշխարհում։ Այդ վստահ իմացեք եւ Ամերիկան դա գնահատում է, Ամերիկան դա բարձր վճարում է դերասանին, արտիստին, 4 միլիոն ես եմ ստացել դոլար։ Ամեն դեպքում շատ դժվար է։ Դրա Ժորժ ջան, այնքան հաճելի է ձեր հետ, այնքան ես նորից մեր օրերը հիշեցի, այդ նկարահանման օրերը, մեր
առավոտ 7-ին գնալ, գիշերվա 3-ին գալը հիշեցի, ամեն ինչը։ Գիշերը մնալը։ Հա, էդ էլ քաղցր է, էդ էլ լավ է հիշվում, ու էդ էլ է պետք։ Եթե ուզես մի բանի հասնես, պետք է գիշերվա 3-ը, մինչև մնաց 4, մինչև առավոտ կարելի է մնալ լավ գործի համար։ Ես ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել իմ ընկերներին, իմ աղբերներին, իմ հարազատներին, իմ գոլեգաներին, ու տա Աստված մենք էլի հնարավորություններ ունենանք իրար հետ աշխատելու։ Դե ուրեմն մենք Kenneth Village ծաղկի խանութի հետ գործակցում ենք, մեր գործընկերն է եւ նրանց կողմից ես ու մեր կողմից իհարկե ես եմ գնում հատուկ բերում եմ այդ օրվա կանանց ու աղջիկներին ովքեր որ լինեն ուզում եմ հասնել այս համեստ ծաղկի փնջերը եւ սրանով ավարտել ցանկանանք նորանոր հանդիպումներ թե եթերում թե բեմում թե կյանքում Մեր աղջիկներին Ես քեզ Շնորհակալ եմ։ Դե հիմա միակել խնդրենք մեր հայկական սերիալի նայում ներվայնացա լուրջ բանաս է Էս ինչ էր Արտո։ Փինաչու գործ են արել հերու կնա աղբեր ջան։ Արական պրդու ես այ ախերիստ։ Պիտի շատակը ֆուրտալի, ինք ամեն ինչ քեզ ասում է։ Չէ, քիչ կակազ է պերեբոյկը։ Բոբոնա։ Շաբաթ ժամանակ ունես, ֆրա։ Դավայ գնացին։